Ինչի ես գիտակցությունդ լցնում նման անիմաստ տեսանյութերով, երևի չես նկատում, բայց նմանատիպ տեսանյութերը ազդում են քո կյանքի որակի վրա, որը ներսումդ ձևավորում է քաոսային հոգեվիճակ։ Հիմա արի երկուսով փորձենք հասկանալ ինչ է քաոսը։ Գիտականորեն քաոսը դա էնտրոպիան է, որը բացատրվում է ջերմության օրինակով։ Եթե սենյակում ջուր եռացնենք, ապա նա կգոլորշիանա և նրա ջերմությունը տարածվելով կսառչի, որը համապատասխան կլինի սենյակի ջերմության հետ։ Գոլորշին դա քաոսային շարժն է, որը գնում է հավասարակշռության։ Հիմա դիտարկենք տիեզերքի տեսանկյունից, որը նույնպես ձգտում է հավասարակշռության։ Աստղին պատկերացնենք, որ եռացող ջուրն է, որը այրվում է և իր ջերմությունը ցրում է դատարկ տիեզերքում։ Իսկ տիեզերքի ներկայիս սկզբին, եթե դիտարկենք մեծ պայթյունի տեսանկյունից, ապա պայմանականորեն ջուրն է եղել սկզբնակետը, որը բաժանվել է միլիոնավոր մասնիկների և ձգտում է հավասարակշռության։ Սակայն ջուրը նույնպես սկզբում եղել է հավասարակշռված։ Ստեղ գալիս է այլ հակադրող էներգիայի գաղափար, որը ջրին տաքացնելով բաժանել է մասնիկների, երբ ստեղծվել է ներկայիս տիեզերքը։ Տաքացնող էներգիան քաոսն է, իսկ ջուրը հավասարակշռությունը, որը գոլորշիացավ և դարձավ քաոսային։ Ստացվում է այնպես, որ ջուրը իր սկզբնական հավասարակշռությունից, տաքացնող էներգիայի հակադրությունից ստիպված անցնում է գոլորշային հավասարակշռության։ Երբ տիեզերքի բոլոր կետերում ջերմաստիճանը դառնա նույնը, էնտրոպիայի գաղափարը, քաոսը կվերանա, ջուրը կհաղթի տաքացնող էներգիային։ Հավասարակշռությունը այն վիճակն է, որտեղ քաոսը այնքան կատարյալ կլինի, որ այլևս ոչինչ չի կարող ծնվել կամ շարժվել, քանի որ չկա էներգիայի տարբերություն, հակադրվող էներգիաներ։ Մարդը նույնպես էնտրոպիային հաղթելու ճանապարհին է, ով արտաշնչելով ջերմություն, դուրս է բերում ներքին քաոսը։ Ստացվում է այնպես, որ անհատական մարմինների թե տիեզերական և թե մարդկային մահերը բերում են քաոսի վերջը, քանի որ մահից հետո բոլոր մարմինների ջերմությունը դառնում է հավասարակշռված մեկ ամբողջություն։ Անհատականից դեպի ամբողջություն դա քաոսի վերջն է։